Գորիսում տեղի ունեցել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը, որի անցկացման վայր է ընտրվել Գորիսը, հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի միջև ընդգրկուն եւ օրինակելի գործակցությունը։ Միջոցառմանը մասնակցում են Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն եւ Ժիլբեր Լյուկ Դվինազը։ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Բանկուկը ներկայացուցիչներ նախարարություններից եւ Երևանի քաղաքապետարանից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր ելույթում նախ նշեց, որ Սյունիքի դիմակայության բարձրացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է, ապա մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն ներգրավել քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել եւ ընդլայնել գործընկերության առկա շրջանակը Հայաստան-Ֆրանսիա գործընկերությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն էլ բարձր գնահատեց Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայության ամրապնդմանը, նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։ Հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների եւ դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման եւ դիմակայության բարձրացման նպատակը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Կոստանյանի խոսքով երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի Հանրապետությանը հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Նա կրկին հիշեցրեց, Հայաստանը չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ իր հերթին նշեց, որ իրենց ներկայությունը Գորիսում նշանակալից է, այնի ցույց է դնում Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունները։ Մոտ 2 տարի առաջ Փարիզի եւ Հայկական ասոցիացիաների միավորման նախաձեռնությամբ ֆրանսիական համայնքները մարդասիրական օգնություն էին ուղարկել Գորիս։ Հիմա մենք կրկին այստեղ ենք հաստատելու, շարունակում ենք ձեր կողքին մնալ թե մեր պետությունը, թե ֆրանսիական հասարակությունը, թե կազմակերպությունները։ Այնինչ կառուցում ենք միասին պարզապես տեխնիկական գործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ։ Դրանք լծակներ են իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու եւ հանուն խաղաղության գործելու համար։ Ֆրանսիայի դեսպանը նաև անդրադարձավ Գորիսի ռազմավարական նշանակությանը, նշելով. Գորիսը Հայաստանի աշխարհաքաղաքական կենտրոնն է, քաղաք, որն առաջինը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը, քաղաք, որը տարածաշրջանում խաղաղություն է կառուցում։ Կարծում եմ այստեղ մեր ներկայությունը շատ նշանակալից է։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցությանը, ապա ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, այն իսկապես ձեռք է բերել ռազմավարական նշանակություն պայմանավորված վերջին տարիների թելադրանքով։ Ռազմավարական մոտեցում ունենալը չի նշանակում մեծ ծրագրերի մասին մտածել։ Այն պահից սկսած, երբ հաշվի եք առնում երկրի իրավիճակը, նրա ռազմավարական կարիքները, չկա փոքր թեմա կամ փոքր ծրագիր։ Ես կցանկանայի հայտնել եւս մեկ նորություն։ Ֆրանսիայի ԱԳՆ-ում Հայաստանի հետ գործակցության համակարգողի պաշտոն է ավելացվել, քանի որ Հայաստան-Ֆրանսիա կապը բազմաշերտ է։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է Սյունիքի դիմադրողականության բարձրացումը։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի այս նմանատիպ շփումները ավելի շատ լինեն, քանի որ միայն այցելությունների եւ շփումների արդյունքում է, որպեսզի հնարավոր է դառնում միասին բացահայտել իրական կարիքները, միասին ձևավորել այն լուծումները, գտնել լուծումները, որը որ համագործակցության արդյունքում կարող է բերել վերջնարդյունքի եւ մեր երազած դիմադրողականության բարձրացմանը։
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին բարձր գնահատեց նաև падգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ընդգծելով հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ Սյունիքում բացվելու է հյուպատոսական գրասենյակ։ Падգամավորը հիշեցրեց, որ ծանր իրավիճակում մեր բարեկամ ֆրանսիացիները մեզ երբևէ մենակ չեն թողել։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Հայաստանում միշտ եղել է ֆրանսիական պատվիրակություն։ Ամբողջ այս ընթացքում, հետևելով այս խոստմանը, մենք մենակ չենք մնացել։ Հայաստան են այցելել բոլոր տեսակի պատվիրակություններ, տեղական ինտեգրավորման մարմիններից Ֆրանսիայի, ազգային ժողովից, սենատից եւ պարզապես քաղաքացիների խմբեր, որոնք մեզ այդ ծանր իրավիճակում մենակ չեն թողել։ Այսօր Գորիսում չկա այդպիսի մի օղակ, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերությունների ազդեցությունը տեսանելի չլինի, ասաց Սյունիքի մարզպետն ու հավելեց. Ամենակարևորը նա էր, որ Տաթև-վանական համալիրում կնքված երկու մարզերի միջև համագործակցության հուշագրի յուրաքանչյուր միտք այդ մտքի վրա հսկայական աշխատանք կար կատարված եւ այդ հուշագրի որևէ տողում չկան պատկերավոր ձևակերպումներ։ Բոլոր բառերը, նախադասությունները դրանց հետևում կանգնած էր հսկայական աշխատանք։ Համաժողովից հետո հանդիսավոր արարողությամբ Գորիսում բացվեց Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։